հակիրճ անդրադառնամ իմ եւ Ալեն Սիմոնյանի հետ կապված հարցերին, ուրեմն Ալեն Սիմոնյանը իմ նկատմամբ կարգապահական վարույց սկսելու մասին դիմել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությանը 2025 թվականի մարտի 4-ին։ Հիշեցնեմ, դա այն օրն էր, երբ ազգային ժողովում քննարկվում էր իմ կողմի շարժանառության մեջ դրված օրենքի նախագծերի փաթեթը, որով նախատեսվում էր 2 անգամ բարձրացնել խաղային ոլորտի հարկային բեռը, այսինքն գործող տուրքերը, եւ բարեբախտաբար նաեւ այդ վարույթը չխանգարեց եւ օրենքը ընդունվեց հաջորդ օրը։ Սա ինչու եմ ասում, որովհետեւ ես այստեղ ուղիղ կապ եմ տեսել, թե ինչու իմ գործընկեր Ալեն Սիմոնյանը իմ նկատմամբ կարգապահական պատասխանատվություն հարուցելու դիմումը ներկայացրել է հենց մարտի 4-ին, այլ ոչ այլ օր։ Սա ասում եմ կապված այս խնդրի հետ, այլ հարցերի խնդրում եմ այլ հարցեր չտալ, քանի որ այս պահին նպատակահարմար չեմ համարում պատասխանել այս հարցերին, որոնք կապված են սրա հետ։ Խնդրում կարճ։ Այդ ուղիղ կապը հետաքրքիր է, թե ինչի մասին եք ասում, որ ասում եք Ալեն Սիմոնյանը ուղիղ կապ ուներ։ Ես չասեցի Ալեն Սիմոնյանը ուղիղ կապ ուներ, ես ասեցի, որ վարույթ հարուցելու օրը կապում եմ ես նախագծի քննարկման հետ, այսինքն այդ օրը մարտի 4-ին պետք է քննարկվել իմ կողմի շարժանառության մեջ դրված նախագիծը 24-ժամյա ռեժիմով։ Դուք գիտեք, որ ազգային ժողովում 24-ժամյա ռեժիմով հարցերը քննարկվելուց հետո անմիջապես քվեարկվում են։ Այդ դեպքում բացառություն էր եւ հարցի քննարկումից հետո հարցը չդրվեց քվեարկության եւ միայն քվեարկության դրվեց հաջորդ օրը մարտի 5-ին։ Այլ մանրամասներ այս բանը չեմ ցանկանում անդրադառնալ, քանի որ ես դիմել եմ, ես նաեւ այդ հարցի քննարկումից հետո, ինչպես հայտարարել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր հայտարարության մեջ, ապրիլին դիմել եմ Ալեն Սիմոնյանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով, ճանճին խնդրում եմ Թարեկ։ Այո։ Եվ հարցը չի քվեարկվել եւ հարցը չի քննարկվել մինչեւ սեպտեմբեր ամիսը եւ քննարկվելու միայն սեպտեմբերին եւ նաեւ անդրադառնամ այդ կետին կուսակցության հաղորդագրության մեջ տարածված է նման միտք, որ Հայկ Սարգսյանը 2 անգամ հրավիրվել է, սակայն չի ներկայացել իր դիմաց դիմումի քննության համար, ասեմ, որ դա այդպես չէ, ես մեր կուսակցությանը խնդրել եմ, որպեսզի այդ մասը խմբագրեն, քանի որ ինձ որևէ մեկը չի հրավիրել, անգամ ասեմ ավելին, ես եմ դիմել մեր կուսակցականներին, որպեսզի հարցը Ես արդեն ասացի այն ինչ որ ասացի, այսինքն ինձ որևէ մեկը չի հրավիրել, ես խնդրել եմ մեր կուսակցությանը, որպեսզի խմբագրեն այդ հատվածը, քանի որ որպեսզի նման տպավորություն չստեղծվի, թե ինչու է Հայկ Սարգսյանը դիմել եւ չի ցանկանում մասնակցել իր դիմումի քննարկմանը։ Ցավոք, այս պահին ես տեղեկություն չունեմ, ոնց որ ոչ։ Ուրիշ հարցեր խնդրում եմ։ Պարոն Սարգսյան, դա մի մեծ բան չէ, այլ ստատուսը բացատրում Չեմ ցանկանում այդ հարցին անդրադառնալ, անհետեցություն է դա, չեմ պատկերացնում ես նման ընդհանրապես բան։ Չարեք, այս թեման վերջացնենք նոր էլի։ Այս թեման վերջացեցինք, խնդրում եմ էլի։ Եթե լրացուցիչ բաներ կարիք կլինի կուսակցությունը կամ ես դրա մասին հանդես կգամ։ Ինչ վերաբերվում է կներեք, անդրադառնամ մյուս շատ տրվող հարցերին, հաճախ սկսած 2019 թվականից, երբ ես ընտրվել եմ ազգային ժողովի պատգամավոր եւ այն ժամանակ աշխատում էի եւ գործունեություն էի ծավալում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, ես իմ գործունեությամբ խանգարել եմ մի շարք գործունեության տեսակներին, որոնց մեջ առաջին թվում դա խաղային ոլորտն է, ես դա համարում եմ չարիք ու մշտապես խոսել եմ այդ մասին, որ խաղային ոլորտը չարիք է Հայաստանի Հանրապետությունում։ Այս իմ հրապարակային աշխատանքից հետո ես թիրախավորվել եմ ու գտնում եմ, որ դա հիմնականում եւ առավելապես խաղային ոլորտին սպասարկող անձանց կողմից է եղել այդ գրոհը եւ ինձ շարունակաբար մեղադրել են տարբեր հանցագործությունների մեջ, սկսած քրեական աշխարհի հետ կապ ունենալուց, սկսած թմրամիջոցների բիզնեսի կապ ունենալու հետ, տարբեր սպանությունների կամ տարբեր ինքնասպանությունների մեջ փորձելով կապելով ես փորձել եմ մեծամասամբ չանդրադառնալ այս հարցերին, բայց այսօր ուզում եմ պատասխանել բոլոր հարցերին եւ կարող եք ազատ տալ բոլոր հարցերը կապված բանականների։ Հիմա գալիս եմ ձեր հարցին։
Ես պատրաստ եմ հիմա պատասխանել բոլոր հարցերին, որոնք կապված են այս դեպքերի հետ։ Չէ, Ալեն Սիմոնյանի հետ կապված հարցերի մասով այս պահին չեմ ուզում։ Որ կաշկանդվե այսքան չի խոսա։ Կներեք մի խանգարեք, միտքս մի ընտրեք։ Մենք փակեցինք էլ այդ կետը, հիմա անցնում ենք առաջ։ Հիմա գալիս եմ սպանություններին, կներեք։ Ինձ մշտապես փորձել են կապել որևէ սպանությունների հետ։ Ես կներեք սպասեք, ես միտքս ավարտեմ։ Կա ձեր հարցին կպատասխանեմ։ Հիմա ասեմ։ Ինձ օրինակ ժողովուրդ օրաթերթը կա ժողովրդից մարզտեղ։ Ինձ կապում են Քանաքեռում տեղի ունեցած սպանությունների հետ, մասնավորապես Քանաքեռում հայտնի Տու Մականունով անձի սպանության դեպքի հետ, որ ես այդ օրը եղել եմ դեպքի վայրում կամ եղել եմ մեքենայի մեջ ու ես կապ ունեմ սպանության հետ, որ այդ կապված ես դեռևս 2022 թվականին դիմել եմ դատարան պահանջելով հերքում եւ վնասի փոխհատուցում, քանի որ այդ նյութով արավտավորվել է իմ բարի համբավը։ Ես այդ օրը չեմ եղել Հայաստանի Հանրապետությունում, այդ օրը ես եղել եմ զորավարժությունների Ռուսաստանի Դաշնությունի Կազան քաղաքում։ Արկա են դրա հետ կապված մամուլի հաղորդագրություններ, ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքում լուսանկարներ, որտեղ ես այդ օրը գտնվում եմ, կներեք, մամուլի հրապարակման մեջ ժողովուրդ օրաթերթի նշված էր, որ ես եղել եմ դեպքի վայրում մեքենայի մեջ սպասել եմ այդ խմբին։ Կներեք, ես այդ անձին տեսել եմ դրանից 3 տարի առաջ մեկ անգամ պատահաբար, որտեղ մեր երկիրը փոքր երկիր է, հյուրանոցում պատահաբար տեսել եմ այդ անձին 2018 թվականին, այո, Հայաստանում։ Մոտիկացել է, ծանոթացել ենք, դա մեր եղել է առաջին եւ վերջին հանդիպումը։ Ես այդ անձի հետ որևէ կապ չեմ ունեցել, մի անգամ տեսել եմ պատահական, այսինքն 2022 թվականի դրությամբ ես 4 տարի այդ անձին երբևէ չեմ տեսել, որևէ հարաբերություն չեմ ունեցել ու ինձ փորձել են կապել այդ անձի սպանության հետ, որպեսզի փորձեն ինձ վարկաբեկել, արատավորել, որպեսզի ես իմ օրենսդրական գործունեության մեջ լինեմ կաշկանդված եւ չկարողանամ իմ օրենքի նախագծերը տանել արդյունավետ առաջ։ Բարեբախտաբար դրանք չի հաջողվել, բայց սա կապված է մեր դատական համակարգի խնդիրների հետ, օրինակ ես 2022 թվականին դիմել եմ հայցով, եթե արագ տեմպով դատաքննություն տեղի ունենար եւ դատարանը պարտավորեցներ ժողովուրդ օրաթերթին հատուցել իմ վնասը, վճարել գումար եւ ներողություն խնդրել ինձ զրպարտելու համար, հետագայում նման դեպքերից կփորձենք խուսափել, բայց քանի որ ունենք այն ինչ որ ունենք եւ հաճախ բոլորը նաեւ ընդդիմությունը, իշխանությունը նույնպես մենք դժգոհում ենք դատաիրավական համակարգի դանդաղ աշխատանքից։ Հիմա անդրադառնամ մյուս դեպքին, օրինակ 168 ժամներ կներեք հրապարակել կապված, կներեք մտ բան ասեմ։ Հիմա ես հարցերին պատասխանում եմ, կներեք Փայլակ ջան։ Հիմա կանդրադառնամ գալիս եմ ձեր հարցին։ Մի քանի ամիս առաջ նաեւ իմ վերջի օրենսդրական նախաձեռնությունից հետո ես ուղիղ կապ եմ տեսնում նաև այդտեղ, երբ որ ինձ հաջողվեց 2 անգամ բարձրացնել խաղային ոլորտի турքերը, սրա արդյունքում տարեկան շուրջ $30 միլիոն հավելել գումար է մուտքագրվելու պետական բյուջե, նշեմ, որ միայն այդ նախագծի ընդունման արդյունքում դրանից հետո ինձ փորձեցին կապել Կարեն անունով անձի ինքնասպանության մեջ, նշեմ, որ տվյալ անձին երբևէ չեմ տեսել եւ առաջի անգամ իր մասին լսել եմ այդ հրապարակումների մեջ։ Այդ անձին երբևէ չեմ տեսել, 168 ժամը տեղեկություն հրապարակել, թիպրև ես կապված եմ այդ անձի ինքնասպանության հետ կամ ես եմ հասցրել, մենք ունեցել ենք դատական ինչ-որ վեճեր կամ ես փորձել եմ իրավի ինչ-որ բան խլել։ Նշեմ, որ այդ անձին երբևէ նույնպես չեմ ճանաչել, նաեւ 160 Ես չեմ ճանաչում այդ անձին։ Ես նույնպես դիմել եմ այս հարցով վարչական դատարան, որպեսզի այս հայցով նույնպես վնասի փոխհատուցում պահանջեմ։ Ես արդեն նշեցի, որովհետև ես պայքար եմ տանում խաղային ոլորտի եւ այլ արատավոր երևույթների դեմ։ Օրինակ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասը, օրինակ դուք գիտեք, որ ես տարեսկզբին շրջանառության մեջ էի դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում էի պատիժները թմրանյութերի ապօրինի շրջանառության համար խստացնել, հատկապես խոշոր չափերով թմրանյութերի իրացման համար նախատեսել մինչև ՑՄ ազատազրկում նախագիծը քննարկվեց, կային դեմ կարծիքներ եւ այս պայմանությամբ դեռևս չի ընդունվել։ Սա ինչ եմ ասում, բայց նաև այդ նույն շրջանակները ինձ փորձում են հաճախ կապել թմրանյութերի բիզնեսի հետ, որի հետ ես բնականաբար չեմ կարող առնչություն ունել եւ անտրամաբանական կլիներ, եթե ես նման բիզնեսի հետ առնչություն ունենայի եւ դիմեի նման օրենքի նախաձեռնությամբ հանդես գայի։